Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ մեր խմբակցությանը եւ ինձ ներկայացնող Տիկին Հովսեփյանին նման դրական խոսքերի համար, իսկ խմբակցությանը շնորհակալ եմ այս բարդ ու պատասխանատու պայմաններում նման կարևորություն ունեցող հանձնաժողովի նախկայի թեկնածու որպես ինձ առաջադրելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես Տիկին Արեգա Հովսեփյանը ներկայացրեց իմ կենսագրությունից որոշակի հատվածներ, ես պատիվ եմ ունեցել սովորել եւ ավարտել Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ընդ որում իմ ուսումնական պրակտիկան անց եմ կացրել Ֆրանսիայի Հանրապետությունում 1 ամիս պրակտիկա անցկացնելով հայերին ազգությամբ հայերի պատկանող այդ պահին առնվազն աշխարհի ամենախոշոր հանքափոր մեքենաներ արտադրող Արամին ընկերությունում նշված ուսումնական պրակտիկայից հետո բազմաթիվ առիթներ եմ ունեցել նաև գործնական միջավայրում շփվելու ինչպես այդ ընկերության ներկայացուցիչների, այնպես նաև այլ եվրոպական պետությունների տարբեր ոլորտներում տարբեր տեսակի գործունեություն ծավալող անձանց հետ։ Այդ պրակտիկաս նաև շարունակվել է փաստաբանական գործունեության ընթացքում եւ երբ որպես փաստաբան որոշակի առնչություն սկսեցի ունենալ հատկապես Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրությանը եւ առհասարակ եվրոպական իրավունքին, ինձ մոտ միանշանակորեն առաջացավ համոզմունք առ այն, որ եվրոպական ստանդարտներն իրականում շատ լավն են։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր, եթե ունենամ հնարավորություն նախագահելու այդ հանձնաժողովը, իմ ունեցած ամբողջ փորձը, ձեռք բերած հմտություններս կփորձեմ ծառայեցնել այդ հանձնաժողովի լավ աշխատանքներն ապահովելու համար։ Հարգելի գործընկերներ, չնայած նրան, որ հանձնաժողովի անվանումն ինքնին հուշում է, որ դա Եվրոպական միության անդամակցության հետ ուղղակի եւ բուն կապ չունի, բայց հաշվի առնելով ձեր կողմից նախորդ տեխնացուին առաջադրված հարցերը եւ փորձելով կանխել խնայելով բոլորիս ժամանակը նույն հարցերի կրկնությունը, փորձեմ հակիրճ ներկայացնել իմ պատկերացումները։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը ամբողջությամբ ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև գործընկերային հարաբերությունների խորացումը եւ առավել զարգացումը։ Մենք ունենք կարծիք այն մասին, որ որքան շատ լավ գործընկերներ ունենա Հայաստանի Հանրապետությունը, այնքան ավելի քիչ կախվածություն կունենա մեկ այլ կենտրոնից կամ մի քանի կենտրոններից, այսինքն հիմքում դնում ենք այն, որքան շատ լավ գործընկերներ բնականաբար այդքան քիչ կախվածություն տարբեր պետություններից եւ տարբեր մարմիններից։ Այդ ամենի մեջ Եվրոպական միությունն ունի իր ուրույն տեղը եւ դերը, որովհետեւ ինչպես նշեցի, նույն 2017 թվականին կնքված ՍԵՊԱ պայմանագրով, որը լիարժեք սկսեց գործել Հայաստանի Հանրապետությունում միայն 2021 թվականից, շատ լուրջ բանակցային եւ հռչակագրային դրույթներ են սահմանված ինչպես իրավունքի գերակայության, այնպես ժողովրդավարության, այնպես անկախ ու թափանցիկ դատական համակարգի, այնպես նաեւ տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման, էներգետիկայի եւ շատ կարեւոր եւ էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների եւ տարբեր արժեքների մասով։ Ըստ էության Ուժեղ Հայաստան խմբակցությունը ունի մեկ հստակ արտահայտված կետ, դա հետևյալն է, որ աշխարհի բոլոր գերկենտրոնների, բոլոր լավ միջազգային հարթակներում ստեղծված մարմինների հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ, այդ թվում եւ հատկապես նաեւ Եվրոպական միության հետ, բայց առաջնահերթ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային երկարատև շահը։ Մեզ պետք չէ մեկ կամ մի քանի տեղից ունեցած որոշակի կախվածությունը ինքնըստինքյան փոխարինել այլ մարմիններից կամ պետություններից ունեցած կախվածության, այլ ընդհակառակը
մեզ պետք է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Մեզ պետք են այնպիսի գործընկերներ, ովքեր այս իրավիճակում կարող են օգնել, նպաստել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների նորացմանը, այլ կերպ ասած թարմացմանը, եվրոպական ստանդարտների ամբողջական կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում ես նաև մասնագիտությանս որպես իրավաբան շատ հույս ունեմ, որ կունենանք ի վերջո եվրոպական ստանդարտներին համապատասխան, եվրոպական ստանդարտներին համահունչ, արդար եւ թափանցիկ հաշվետվողական դատական համակարգ։ Կունենանք այնպիսի պետական ապարատ, որտեղ ոչ թե արհեստական կերպով կտրվի տպավորություն կամ շղարշ, որ պաշտպանվում են մարդու իրավունքները, այլ գործնականում մարդու իրավունքները կպաշտպանվեն ողջ գործիքակազմով։ Տեղական ինքնակառավարման ոլորտում ապակենտրոնացումը ինքնին կբերի կախյալ վիճակի նվազեցման, որը միանշանակ կնպաստի նաև համայնքների զարգացմանը։ Ինձ համար որպես եթե իհարկե ունենան վստահության քվե հանձնաժողովը ղեկավարելու, միանշանակորեն հայտարարում եմ, որ մեր համար պետության եւ ժողովրդի շահը ամենաբարձր կետում է եւ եթե կառավարությունը ունենա օրինակ այնպիսի առաջարկներ, որոնք տարբեր վերլուծությունների, համեմատությունների արդյունքում մենք որպես ընդդիմադիր ուժ կտեսնենք, որ բխում է Հայաստանի Հանրապետության երկարատև շահից, վստահորեն պնդում եմ, որ չենք արգելակելու։ Ավելին, աշխատելու ենք ինչպես ընդդիմադիր, այնպես նաև իշխող կուսակցության հետ, խմբակցության հետ, այն մասով, որ դա կբխի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից։ Միանշանակորեն պնդում եմ, որ ներկուսակցական մրցակցությունը, մեր միջկուսակցական ցանկացած քաղաքական բնույթ ունեցող հակամարտությունները երբեք չպետք է եւ չեն կարող բարձր դասվել, քան մեր պետական շահն է, քան մեր ժողովրդի շահն է։ Եվրոպական միության անդամակցությունը բնականաբար չեն կարող նույնացնել եվրոինտեգրման աշխատանքների հետ, քանի որ, ինչպես գիտեք, Եվրոպական միությանն անդամակցելը դա շատ երկարատև պրոցես է, որին պետք է նախորդեն շատ երկար քննարկումներ, շատ օրենքների համապատասխանեցում եւ շատ այլ հանգամանքներ։ Նաև կուզեմ ուշադրություն հրավիրել, կուզեմ այս ամբիոնում մենք խոսենք մեկ այլ հարցի մասին, քանի որ 2013 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականությունը որպես այդպիսին կապվեց ԵԱՏՄ-ի հետ, նաև բնականաբար դա մեր պետության համար առաջացրեց որոշակի պարտականություններ, շատ ձեռնարկատերեր ԵԱՏՄ կանոնների հիման վրա բիզնեսներ հիմնադրեցին ԵԱՏՄ ողջ տարածքում եւ երբ հիմա մենք խոսում ենք երկրի արտաքին քաղաքական կուրս փոխելու մասին, մենք կարծեք անտեսում ենք նաև այդ անձանց հարցը, ովքեր վստահել են այդ համակարգին, եկել են որոշակի ներդրումներ են կատարել եւ դա չի կարող բխել երկրի համար ներդրումային միջավայրից, քանի որ հաջորդ ցանկացած քաղաքական կուրս ընտրելու դեպքում բնականաբար նախորդ քաղաքական կուրսի արդյունքում հիմնադրված ձեռնարկությունները կրելու են հսկայական վնասներ։ Այն դեպքում, երբ որ կունենանք իրավիճակ, ինչպես դուք ճիշտ նաև նշել է նաև երկրի վարչապետը, մենք չունենք այս պահին հստակ օրակարգային հարց Եվրոմիությանն անդամակցելու։ Հարգելի գործընկերներ, քանի որ բոլորի ժամանակը խնայելու նկատառումից ելնելով, չեմ ցանկանում շատ ծանրաբեռնեմ ձեզ այլ տվյալներ հրապարակելով, սիրով կպատասխանեմ ուղիղ, բաց եւ ազնիվ ձևով ձեզնից ցանկացածի հարցադրմանը ուղղված ինձ։